Վիզեիր ավիաընկերությունն այսօր Երևանում պաշտոնապես բացեց իր 34-րդ բազան Զվարթնոց օդանավակայանում տեղակայելով Airbus A321 Neo 2 օդանավ։ Այս հրաշալի նորությունը բացի դրական նոտայից ունի նաև հակառակ պատկերը։ Վիզեիրին Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս ծրագրի շրջանակներում միլիարդավոր դրամներ է տալու։ Բանն այն է, որ ի սկզբանե կառավարությունն ապրիլի 23-ին ընդունել էր Հայաստանի օդային ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցությունների ծրագիրը։ Այս ծրագրի ընդունումից հետո Վիզեիրը հայտնվեց եւ այս ծրագրի շահառու դարձավ իր ռեսուրսները համապատասխանեցնելով սույն որոշման պահանջներին։ Կառավարությունը սահմանել էր, որ նոր ուղղություններով Շիրակ փոխադրվող յուրաքանչյուր ուղևորի համար շահառու ավիաընկերություններին կտրամադրի 15000 դրամ, իսկ Զվարթնոց ժամանողների համար 20000 դրամ։ Կարևոր հանգամանք տարանցիկ ուղևորների համար, որոնք Հայաստան չեն մտնելու, ավիաընկերությունները աջակցություն չեն ստանա։ Այսօր Զվարթնոց օդանավակայանում տեղի ունեցած բացման ասուլիսում Արմնուրը մի քանի խնդրահարույց հարցեր հղեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Պապոյանին խնդրեցինք թվեր ասել, թե ուրիշների հռոմում սուրճ խմելու համար որքան է վճարում Հայաստանի Հանրապետության հպարտ հարկատուն, ինչպես հիշեցնում էր Նիկոլ Փաշինյանը։ Ասենք ենթադրենք բանում ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք հետ գանք կամ գիշերում կգնանք Հռոմ, կգնանք Ֆրանկֆուրտ, կգնանք Բրյուսել, եւ սրա մեջ չափազանցություն չկա։ Պապոյանը նախ պնդեց, որ շատ քիչ փող են ծախսում։ Ցավոք սրտի մենք շատ փող չենք ծախսում։ Ցավոք սրտի շատ քիչ փող ենք ծախսում եւ այս ծախսած գումարը պետք է էական ավելացնենք, որպեսզի կարողանանք շատ զբոսաշրջիկներ ունենալ եւ շատ զբոսաշրջիկները Հայաստանի Հանրապետությունում շատ գումար վճարեն, որովհետեւ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին իրավունք ունի գնալ եւ աշխարհը տեսնել։ 10 տարի առաջ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին աշխարհը չէր կարող տեսնել, որովհետեւ դրա հնարավորությունը օրինակ Հռոմ գնալու համար 100-ավոր կամ 1000 եւ ավելի դոլար էր։ Ապա հնչեցրեց կլորիկ մի գումար, որ Հայաստանի պետական բյուջեից ծախսվելու է մոտ 3 միլիարդ դրամ։ Նախատեսված է պետական բյուջեի այս մասով աջակցությունը 3 միլիարդ դրամ, բայց դա ոչինչ է այն օգուտների նկատմամբ, որոնք որ մենք ակնկալում ենք ստանալ, որոնք որ հարյուրապատիկ ավելին պետք է լինեն, տասնապատիկ ավելին պետք է լինեն։ Ստացվում է, որ Հռոմում սուրճ խմելու համար Հայաստանի Հանրապետության հպարտ հարկատուների քրտինքով կուտակված բյուջեից ծախսվելու է մոտ 80 միլիոն դոլար։ Արմլուրը Վիզեիրի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշներից հետաքրքրվեց, թե նման ֆինանսական սուբսիդիաների հատկացումն ընդունված կարգ է, թե ոչ։ Վերջինիս նշեց, որ սուբսիդիա հատկացնող երկրների ցանկ կդժվարանա նշել, սակայն նման ներդրումը ստանդարտ գործընթաց է, որն ավելացնում է աշխատատեղերը։ Նշենք, որ Վիզեիրն առաջիկայում իրականացնելու է թռիչքներ Երևանից դեպի Լառնանկա, Նեապոլ, Պրահա, Համբուրգ, Փարիզ, Բուխարեստ եւ այլ ուղղություններով։